Ողջույն սիրելի հեռուստադիտող, կրկին Նուր TV-ի եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է և ես մասնագիտությամբ հոգեբան լոգոպեդ Կարինե Գևորգյանը։ Այսօր միասին կզրուցենք, թե ինչպես երեխաների օրը դարձնել հետաքրքիր, հատկապես արձակուրդների ժամանակ։ Տարվա կտրվածքով, ինչպես նախադպրոցական, այնպես էլ դպրոցական հաստատություններում լինում են արձակուրդներ։ Ամենաերկար արձակուրդը լինում է դա ամռանը, իսկ գարնանը, աշնանը և ձմռանը ավելի կարճ արձակուրդներ են լինում։ Հատկապես, երբ որ այցելուները գալիս են ինձ մոտ պարապելու ընթացքում, հատկապես ամառային արձակուրդներին է դա դիտվում, շատ հաճախ ծնողները ասում են, որ երեխաների մոտ ի հայտ է եկել տեսողական խնդիրներ։ Ու երբ որ հարցնում եմ, թե ինչն է պատճառը, ասում են, որ երեխաները արձակուրդները չգիտեն ինչով զբաղվել և ամբողջ ընթացքում էկրանների շուրջ են անցկացնում իրենց օրը և որը ազդում է երեխայի տեսողության վրա։ Սիրելի ծնողներ, որպեսզի զերծ մնանք նմանատիպ խնդիրներից, այսօր որոշել եմ այսօրվա թեման նվիրել հենց ուրեմն ինչպես լցնել ձեր երեխաների օրը, որպեսզի երեխաները երկար ժամանակ չանցկացնեն էկրանների շուրջ։ Այսօր մեր տաղավար հյուր է եկել Աննան։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ եմ, իսկ դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, ապրես Աննա։ Աննա, պատրաստ ես ինձ օգնել, որ միասին ցուցադրենք Սևուկ Ուլիկը հեքիաթը։ Այո, իհարկե։ Աննա, իսկ դու ինչով ես սիրում զբաղվել։ Ես սիրում եմ զբաղվել նկարչությամբ, սիրում եմ երգել, պարել եւ այլ զբաղմունքներով զբաղվել։ Կեցես Աննա, շատ ապրես։ Աննա, իսկ դու ընթերցել ես Սևուկ Ուլիկը հեքիաթը։ Այո։ Հիմա Աննա, խնդրում եմ ինձ ճիշտ ասա միայն։ Հեռախոսով ես ընթերցել, թե գիրք ես ընթերցել։ Գիրք եմ ընթերցել։ Աննա, իսկ կարող ես ասել, ով է գրել Սևուկ Ուլիկը հեքիաթը։ Սևուկ Ուլիկը հեքիաթը գրել է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Կեցես Աննա, շատ ապրես։ Գիտես Աննա, ես էլ հիշեցի, որ իմ մանուկ հասակում ես էլ ընթերցել եմ հենց Հովհաննես Թումանյանի ժողովածուների գրքից Սևուկ Ուլիկը հեքիաթը։ Հենց այնտեղ շատ հեքիաթներ կան զետեղված։ Շատ լավ Աննա, ապրես։ Սիրելի ծնողներ, տեսեք, ես ընտրել եմ Սևուկ Ուլիկը հեքիաթը ինչու, որովհետև ցանկացած խաղ, երբ որ սկսում եք ձեր երեխաների հետ խաղալ, սկսեք փոքրից, այսպես ասած, շատ ծավալուն, որպեսզի չլինի։ Օրինակ Սևուկ Ուլիկը հեքիաթը ինքը շատ ծավալուն չէ, միևնույն ժամանակ շատ ուսուցանող է։ Ուրեմն Սևուկ Ուլիկը հեքիաթը կարող եք նախապես, եթե երեխան օրինակ դպրոց չի հաճախում, դուք ընթերցեք երեխայի համար հեքիաթը, կարող եք փոփոխության ենթարկել այն ըստ ձեր երեխայի տարիքի, ընդհանուր պահպանելով իմաստը, բայց կարող եք ավելի հետաքրքրաշարժ ուրեմն ընթերցել ձեր երեխայի համար։ Որից հետո, իսկ եթե երեխան արդեն դպրոցահասակ է և գիտի տառերը, կարող եք խնդրել երեխային, որ ձեզ համար ընթերցի, որպեսզի դուք լսեք Սևուկ Ուլիկը հեքիաթը, ասելով, որ գիտես, ես վաղուց չեմ ընթերցել, այնպես կուզեի հիշել։ Եվ հավատացեք, որ երեխաները կընթերցեն ձեզ համար, որովհետև կարելի ասել այսօր երեխաները այդքան էլ չեն սիրում ընթերցել, որպեսզի խրախուսենք նրանց ընթերցանությունը, սերը դեպի գիրքը, այ նման օրինակ խաղերով պետք է ուրեմն խրախուսենք։ Որից հետո ուրեմն կարող եք հարցերի տեղատարապ սկսել։ Այ օրինակ Աննա, կարող ես ասել օրինակ ովքեր են Սևուկ Ուլիկը հեքիաթի հերոսները։ Սևուկ Ուլիկը հեքիաթի հերոսներն են Մայր Ուլը, Փոքրիկ Ուլիկը և Գայլը։ Շատ ապրես Աննա։ Տեսեք սիրելի ծնողներ, այսպես A4 թղթի վրա մենք գունավոր տպագրությամբ տպել ենք Սևուկ Ուլիկը հեքիաթի հերոսների, ինչպես ասաց Աննան, Մայր Ուլիկը, Փոքրիկ Ուլիկը, մեր չար Գայլը և Աննա, մենք տպել ենք նաև ինչ։
Տնակը։ Այո, որովհետև Ուլիկը խորանտառում որտեղ էր ապրում։ Տնակում։ Կեցես Աննա։ Սիրելի ծնողներ, տպագրությունից հետո պետք է կտրել ուրեմն մկրատով պատկերը եւ ուրեմն փակցնել նման փայտե ձողերի վրա։ Հատկապես ամառային արձակուրդներին երեխաները շատ պաղպաղակներ են ուտում, կարող եք միասին պաղպաղակների փայտերը օգտագործել նմանատիպ ուրեմն խաղեր պատրաստելու համար։ Այսինքն բնավ կարիք չկա շատ գումարներ վատնել եւ ուրեմն խաղալիքներ գնել երեխաներին, անգամ պաղպաղակի փայտը կարող եք օգտագործել տնային պայմաններում ստանալ խաղեր։ Եվ միասին կբեմադրենք Սևուկ Ուլիկը հեքիաթը տիկնիկային թատրոնի տեսքով։ Աննա, կխնդրեմ կտրել, որ հերոսն ես ուզում սկզբում կտրել։ Ուզում ես արի կտրենք այդին։ Լավ։ Տեսեք, երբ որ երեխան ուրեմն կտրում է, աշխատում է մկրատով, զարգանում է նաև երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը։ Աննա, հեշտ է ստացվում քեզ մոտ։ Այո։ Ապրես Աննա, շատ գեղեցիկ ես կտրում։ Անմիջապես երևում է, որ քո ձեռքի նուրբ շարժողականությունը լավ է զարգացած, Աննա։ Շատ ես աշխատում մկրատով տանը։ Այո։ Կեցես։ Այնպես ես կտրում, չէ՞ որ չվնասվեն կենդանիները։ Այո։ Շատ ապրես Աննա, պատրաստ է մեզ մոտ մայր այծիկը, գայլը։ Որից հետո, ահա, փայտե ձողերը փակցնում ենք։ Խնդրեմ Աննա, այ այսպես։ Սոսնձիր։ Բերի, սոսնձեմ դու փակցրու։ Փակցրու Աննա ջան։ Որպեսզի հեշտ լինի, այո, որ միասին սա վերցրու, փակցնենք։ Փակցրու։ Շատ ապրես, կեցես Աննա։ Ահա եւ մեր հեքիաթի ուրեմն հերոսները պատրաստ են, գեղեցիկ եւ ամուր, Աննան կտրատեց, միասին փակցրեցինք, հիմա պետք է փորձենք բեմադրել։ Ուրեմն այստեղ ունենք մեկ ծեփամածիկ պատրաստած, մեր նախորդ հաղորդաշարերի ժամանակ ես ցուցադրել եմ ինչպես տնային պայմաններում պատրաստել ծեփամածիկ։ Կարող եք փոքրիկ գնդիկներ անել, Աննա, կխնդրեմ օգնիր ինձ։ Փոքրիկ գնդիկներ անել, որպեսզի տնակը այսպես այ այսպես անենք, որպեսզի գեղեցիկ լինի տնակը, եւս մեկ հատ տուր Աննա ջան։ Երբ որ աշխատում են ծեփամածիկով, նույնպես զարգանում է երեխայի ձեռքի նուրբ շարժողականությունը։ Ահա, մեր տնակը պատրաստ է։ Եվ նախապես կարող եք միասին պայմանավորվել, թե ով որ դերը պետք է տանի։ Օրինակ մենք Աննայի հետ որոշեցինք, հա, Աննա, որ ես պետք է լինեմ հեղինակը, իսկ Աննան պետք է ուրեմն կերտի հերոսների կերպարը։ Սկսենք Աննա, պատրաստ ես։ Այո։ Սկսեցինք։ Պետք է բեմադրեք ուրեմն քնքուշ նուրբ ձայնով, սիրելի ծնողներ։ Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի փոքրիկ ուլիկ։ Ամեն օր ուլիկին թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Երեկոյան ուշ գալիս է տուն, դուռը թակում է, Աննա, կարող ես թակել դուռը։ Եվ իր քաղցր ու անուշ ձայնով կանչում. Սևուկ Ուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց, ներս կամ ես, անուշ, անուշ, կաթ տամ քեզ, Սևուկ Ուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը լսում է, դռնակը բաց է անում, մայրը ներս է մտնում, կաթ է ուտում ու նորից մայրիկը գնում է արոտ անելու։ Այս ամենը թաքում լսում է չար գայլը։ Մի օր այծից առաջ գալիս է, դուռը թակում է ու իր
հաստ ու կոպիտ ձայնով կանչում. Սևու գուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց, ներս կամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևու գուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը լսում է ու ասում է. Ով ես դու, քեզ չեմ ճանաչում, իմ մայրն այդպես չի կանչում, իմ մայրն ունի քնքուշ ու բարակ ձայն, քո ձայնը կոշտ է ու կոպիտ, գնա, դուռը բաց չեմ անի։ Ու գայլը թողնում հեռանում է։ Գալիս է մայրը, դուռը թակում է ու իր քաղցր ու անուշ ձայնով կանչում. Սևու գուլիկ, սիրուն բալիկ, ման եմ եկել սարեսար, կաթ եմ բերել քեզ համար, դռնակը բաց, ներս կամ ես, անուշ կաթ տամ քեզ, սևու գուլիկ, սիրուն բալիկ։ Ուլիկը դուռը բաց է անում, կաթ է ուտում ու պատմում է մայրիկին. Մայրիկ, գիտես նոր ինչ եղավ, մի քիչ առաջ մինը եկավ, դուռը զարկեց, ասեց դուռը բաց անեմ, ասեցի չէ, դու իմ մայրը չես, գնա կորչիր, դուռը բաց չեմ անի։ Պա Ուլիկ ջան, ինչ լավ ես արել, որ դուռը բաց չես արել, դա գայլն է եղել, եկել էր, որ քեզ ուտեր, մեկ էլ որ գա, կասես կորի, գնա, դուռը բաց չեմ անի։ թե չէ իմ մայրը կգա ու իր սուրբ պոզերով քեզ կպոզահարի։ Հիմա արի միասին խոնարհենք, հա։ Այ այսպես սիրելի ծնողներ, հավատացեք, որ ձեր երեխաները սիրով կաշխատեն ձեզ հետ եւ նրանց օրը կլցվի։ Շատ հետաքրքիր օր կունենաք միասին եւ նրանց ազատ ժամանակը շատ հետաքրքիր կդարձնեք։ Ապրես Աննա, տեսեք, նաև այս հեքիաթի միջոցով հիմա եկեք հասկանանք, թե Աննան ինչ սովորեց։ Աննա, ինչ սովորեցիր այս հեքիաթի միջոցով։ Ես սովորեցի այս հեքիաթի միջոցով, որ անծանոթ մարդկանց չի կարելի դռնակը բացել եւ պետք է միշտ զինված լինել։ Լավ, Աննա, եւ պետք է ամենակարևորը լսել մեծերին, չէ, Աննա։ Այո, տատիկներին, պապիկներին, սիրելի երեխաներ, ծնողներին, երբ որ մեծերը ձեզ ինչ-որ մի բան են ասում, պետք է լսել նրանց։ Այսքանը, սիրելի ծնողներ, հուսով եմ, ինչ-որ ձևով ձեզ կարողացանք օգտակար լինել։ Ցտեսություն ձեզ, մինչ նոր հանդիպում։